Վենսի աղմուկոտ հայտարարություններից հետո իշխող քպականները բոլորին շնորհավորում են $9 միլիարդ ներդրումներ Հայաստան հոսելու կապակցությամբ, ձեր քաղաքական թիմի անդամները ճիշտ հակառակ հայտարարություններ են անում։ Ի վերջո, սա $9 միլիարդ ներդրում է Հայաստանում, թե պարտք 9 միլիարդի հայ ժողովրդի ուսերի։ Ընդհանրապես սա մի փոթորիկ էր բաժակի մեջ։ Ըստ էության ոչ նա է։ Ընդամենը հայտարարություն է ստորագրվել, երկկողմ հայտարարություն, որ ավարտել է բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված։ Ընդամենը սա է։ Նույնիսկ այդ պայմանագիրը չէր ստորագրվել դեռ։ Դեռ պետք է ստորագրվի եւ պետք է խորհրդարաններով անցնի այդ պայմանագիրը։ Այսինքն նույնիսկ ստորագրվելու դեպքում ինքը չի ենթադրում, որ Ոչ, ընդամենը միանում են մի պայմանագրի, որը ընդամենը տալիս է այդ իրավունքը։ Եվ այդ պայմանագիրը Միացյալ Նահանգները ստորագրել են 26 երկրի հետ։ Ես ուղղակի խորհուրդ կտայի մեր քաղաքացիներին մտնել Միացյալ Նահանգների դեսպանատան կայքը եւ տեսնել սա ինչ է։ Ուղղակի ավելի շատ sense ասեմ քարոզչական մի մեծ աղմուկ է բարձրացվել մի հարցի վերաբերյալ, որը ավելի շատ ռուտինային է։ Հիմա լավ է, որ ստորագրել ենք, այո լավ է։ Հիմա մի լրացիչ պայմանագիր է, որի մենք անդամ ենք դառնում։ Բայց դա չի նշանակում ոչ ներդրում, չի նշանակում որևէ այլ բան։ Որևէ նաև խոստում չի նշանակում, որ ատոմակայան կկառուցվի Հայաստանի Հանրապետությունում։ Որևէ պարտավորություն, որևէ ներդրում ընդհանրապես ներդրման մասին խոսք չի գնում։ Միացյալ Նահանգների փոխնախագահ ընդամենը, այսպես ասենք, առաջ էր մղում Միացյալ Նահանգների տեխնոլոգիան ատոմային։ Եվ լավ է անում, եւ իսկապես յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է փորձի իր երկրի տեխնոլոգիաները հնարավորին առաջ մղել դրսի շուկաներում։ Ինքը իր գործը անում է, բայց դա չի նշանակում, որ մեր իշխանությունը պետք է այդ ամբողջը մանիպուլյացնի, շուռ տա եւ փորձի հերթական անգամ ուղղակի խաբել մեր ժողովրդին։ Մտեք Միացյալ Նահանգների դեսպանատան կայքը եւ կտեսնեք ինչ է դա։ Եվ ասեմ նաեւ ինչի են Միացյալ Նահանգները ակտիվ այդ հարցը առաջ մղում, որովհետեւ այդ ոլորտում իրենք բավական հետ են մնացել։ Միացյալ Նահանգների ատոմային էներգետիկան Միացյալ Նահանգների չափազանց թանկ է։ Եվ այսօր ոչ միտեղ իրենք ատոմական չեն կառուցում, բացի Միացյալ Նահանգներից։ Եվ հենց Միացյալ Նահանգներում այդպիսի պրոյեկտները սուբսիդավորում են պետության կողմից։ Հակառակ դեպքում արտադրված էլեկտրոէներգիան մրցունակ չի։ Եվ պարզ է, որ Միացյալ Նահանգները ուղղակի տեսանելի է, որ փորձում են այստեղ իրենց հետ մնացած հանգամանքը փորձում են ուղղակի հաղթահարել, առաջ մղելով այդ պրոյեկտը տարբեր երկրների հետ։ Այսինքն, եթե տեսականորեն, դիցուք ենթադրենք, որ կստորագրվի ամեն ինչ, բոլոր փաստաթղթերը կգնան նրան, որ կառուցվի Հայաստանում մոդուլային ատոմակայան, ինքնարժեք այդ հոսանքը ինչպիսին կլինի եւ ինչպես կանդրադառնա հենց հոսանք սպառողի վճարը։ Ընդհանրապես դա չի լինելու։ Վերջի ատոմակայանը, որը կառուցվել է Միացյալ Նահանգներում, չափազանց թանկ էր։ Կա այսպիսի մի ցուցանիշ, որով գնահատվում է էֆեկտիվությունը այդպիսի պրոյեկտների։ Ինչ գումար է արժենում 1 կիլովատի ներդրված հզորությունը։ Այդ վերջի պրոյեկտը Միացյալ Նահանգներում հետևյալն էր՝ $15,000։ Չինաստանում այդ ցուցանիշը մոտ $2,500 է, Ռուսաստանում նույն ցուցանիշը մոտ $3,000։ Դա պաշտոնական թվեր է, բաց աղբյուրներում, այո։ 5, 6, 7 անգամ։ Սա մեկ հանգամանք եւ պարզ է, որ ոչ մեկը նման ծախսերի չի գնալու, որովհետեւ այդ ծախսը հետագայում պետք է նստի սակագների մեջ։ Եթե նստի սակագների մեջ, ուղղակի թվերը անտանելի բարձր են լինելու։ Բացի դրան, Միացյալ Նահանգները չունեն մոդուլային ատոմակայաններ։ Դեռ այդ ամենը լիցենզավորման process-ի մեջ է Միացյալ Նահանգներում հենց։ Եվ միայն պետք է ասել, որ երկու երկիր ունեն՝ Ռուսաստան եւ Չինաստան։
Եվ իդեպ միայն Ռուսաստանն է, որը դրսում կառուցվում է հիմա մոտ 5-6 պրոյեկտ։ Իրանում, Թուրքիայում, Հունգարիայում, Եգիպտոսում եւ եւս մեկ երկրում, հիմա չեմ հիշում, խնդի ասիական երկրում։ Հիմա վիճակը սա է։ Եվ այն ինչ որ ստորագրեց, ինչ հայտարարություն արվեցին, որևէ այս պահի վրա որևէ կապ չունի ոչ պարտավորությունների հետ, ոչ ատոմակայանի հետ կրկնեմ։ Սա միայն, այսպես ասենք, հնարավորություն է բացում Հայաստանի Հանրապետության համար գնել այդպիսի պրոյեկտ Միացյալ Նահանգներից։ Ուրիշ ոչինչ։ Չի պարտավորություն, հնարավորություն։ Չի պարտավորություն, հնարավորություն է բացում այդքան բան։ Եվ դրա շուրջ այս աղմուկը ավելի շատ իմ տպավորությունը այնպեսին է, ասենց նախընտրական քարոզչական պրոյեկտ էր։ Ես նաև ուղղակի մի քայլ sense հետ գնանք, որտեղից է իմ գիտելիքները այդ ոլորտի վերաբերյալ։ Նայեք, նախագահից եղել է ատոմային էներգիայի անվտանգության խորհուրդ։ Եվ այդ խորհրդի մեջ ներգրաված են եղել աշխարհի լավագույն մասնագետները։ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Բրիտանիայից, Չեխիայից, Ֆրանսիայից։ Եվ տարին մեկ անգամ ամբողջ օրը ես այդ մարդկանց հետ շփվում էի այդ նիստի ժամանակ, հատուկ մասնակցում էի հասկանալու համար, թե ինչ պետք է անենք ատոմակայանի անվտանգությունը երաշխավորելու համար։ Ես չէի ստեղծել այդ խորհուրդը, դեռ Պետրոսյանի ժամանակ էր ստեղծված 96 թվականին, բայց ես ակտիվ զբաղվում էի դրանով եւ բավական, այսպես ասենք, նաեւ ինժեներական կրթություն ունենալով բավական խորացել եմ այդ հարցերի մեջ։ Այն, ինչ այսօր մատուցվում է մեր ժողովրդին, իրականության հետ որևէ աղերս չունի։ Նայեք, հետո ինչ է նշանակում 9 միլիարդ դոլարի ներդրում էներգետիկայի բնակավայրում։ Նշանակում մեկ բան, որ այդ 9 միլիարդը պետք է ներառվի սակագների մեջ։ Ինչ է նշանակում սակագների մեջ ներառվելը։ Եվ շատ բարձ հաշվարկ։ Սա ուրեմն մեկ մարդու կտրվածքով ուղղակի 9 միլիարդը բաժանեք 3 միլիոնի։ Դուք ստանալու եք մեկ մարդու կտրվածքով $3000։ Ընտանիքի հաշվարկով $12000։ Եվ եթե ենթադրենք այդ ներդրումը պետք է արվի այդ ոլորտում եւ ներդրումը պետք է այդ կապիտալի վերադարձը ապահովի 8 տարվա ընթացքում մոտարապես $1,500 ամեն մարդու վրա լրացուցիչ սակագնային բեռ։ Սա է, որը մարդը վճարելու է հենց սակագնի տեսքով։ Սակագնի տեսքով, այո, սա բարեգործություն չի, սա բիզնես է լինելու։ Եվ այդ ոգևորությունը, այդ թեման, երբ որ ծախում են մարդկանց, պետք է նաև ասեն, թե դա ինչ է նստելու մեր ժողովրդի վրա։ Սա չի նշանակում, որ պետք չի կառուցել ատոմակայան, բայց սա նշանակում է դու, եթե հնարավորություն ունես կառուցել 5 անգամ էժան եւ ստանալ նույն հզորությունը, նույն որակյալ էլեկտրոէներգիան եւ անվտանգ, սա նշանակում է դու մեր քաղաքացիների վրա այդ բեռը 5 անգամ ավելի քիչ ես դնում։ Ընդհանրապես սա է։ Եւ երբ որ ես լսում եմ, թե պաշտոնյաները ինչ են խոսում այդ թեմայի շուրջ, ուղղակի շշմում ես։ Ինչքանով չեն տիրապետում ընդհանրապես հարցը, որի մասին խոսում են։ Նախարարը կոնկրետ ասում է հետևյալը, որ մոդուլային էլեկտրոէներգիան հնարավորություն կտա ցերեկվա, գիշերվա ռեժիմները կարգավորել։ Դուք եթե մտածում եք, որ ատոմակայանը կարող է ցերեկվա եւ գիշերվա ռեժիմների կարգավորման առարկա դառնալ, ուրեմն դու պայթեցնելու ես ատոմակայանը, ուղղակի աբսուրդ է։ Օրինակ Հայաստանում այդ ռեժիմների կարգավորման դերը հիդրոն էր կատարում։ Օրինակ Որոտանի հեկը կամ Կասկադը Ռազդանի։ Հիմա սա ուղղակի այբուբեն է։ Մարդիկ խոսում են մի թեմայի մասին, որից ընդհանրապես ոչինչ չեն հասկանում։ Եվ երբ թեման ատոմակայանն է, սա ուղղակի անվտանգային հարց է։